Բարև ձեզ հարգելի բարեկամներ, բոլորիդ առողջություն եմ ցանկանում։ Այսօր ապրիլի 24-ն է, 1000 ողորմի մեր նահատակներին ես խոնարհում եմ բոլորի շիրիմների առաջ, թող Աստված այդպիսի առհավիրքներ այլևս մեր ազգի գլխին չբերի։ Այսօր ուզում եմ ձեզ տամ երկու խորհուրդներ, որոնք վերաբերում են սրտի իշեմիկ հիվանդությանը։ Իշեմիկ հիվանդությունը դու գիտեք որն է, դա աթերոսկլերոզի հետևանքով այրան շրջանառության խանգարում է սրտի զարկերակներում եւ սրտի մկանը թթվածնային քաղցի է ենթարկում եւ առաջանում են իշեմիկ նոպաներ։ Հարգելի բարեկամներ, ինչ կարող եք անել, ասեմ ձեզ, դրանք բոլորը փորձված եւ հեշտ մեթոդներ են, որ կարող եք անել եւ պահպանել ձեր սիրտը եւ նրա աշխատանքը լավացնեք։ Վերցնում եք սխտոր կես կիլոգրամ, մաքրում եք, աղում եք, ցանկալի է որ աղաք, խառնում եք 700 գրամ ջրիկ մեղրի հետ, որ խառնվի, պահում եք 1 շաբաթ զով տեղում սառը եւ օգտագործում եք 1 ճաշի գթալ օրը 3 անգամ խախտած վիճակում 1-2 ամիս։ Հաջորդը վերցնում եք վարսակ, վարսակը դա ավիոսն է, ռուսերեն, այդ հատիկների վրա 1:10 հարաբերությամբ լցնում եք եռման ջուր, ինչքան որ կվերցնեք 1:10 հարաբերությամբ, մնում է 1 օր, քամում եք եւ խմում եք կես թեյի բաժակ օրը 3 անգամ դարձյալ ուտելուց առաջ, խախտած վիճակում կես ժամ գլի, մի ժամ գլի, արդեն դա ձեր գործն է։ Եվ ասեմ դες նաեւ մի բան, կանանց միոմայի համար, քանի որ գարուն է եւ սիբեխի շրջանն է, սիբեխը շատ բարերար ազդեցություն ունի միոմայի ժամանակ, կանխում է եւ բուժում է, կարող եք սիբեխը թարմ վիճակում աղաք, օգտագործեք 1 ճաշի գթալ օրը 3 անգամ խախտած վիճակում, իսկ եթե չորացնում եք, որ երկար օգտագործեք տարվա ընթացքում նաեւ, ապա մանրացրած 3 ճաշի գթալ մանր այդ տերևները լցնում եք կես լիտր եռման ջրի մեջ, թողնում եք մնա 1 օր, քամում եք եւ խմում եք 1 թեյի բաժակ օրը 3 անգամ դարձյալ խախտած վիճակում։ Հարգելի բարեկամներ, առողջություն եմ ցանկանում ձեզ, նորից եմ կրկնում, այդ բոլորը գրված են իմ գրքերում, գրքերը կներկայացնենք, եթե կունենաք հարցեր, կարող եք գրել ձեր հարցերը, ինչ եք ուզում ասենք եւ ձեր կարծիքները, տեղեկատվության եւ բուժման համար դիմում եք Պուշկինի 38, ցտեսություն, մինչ նոր հանդիպում։